Շնորհակալություն։ Ես էլ եկա։ Ես մեր երայիկ պապը։ Բայց մենք լավ շրջում ենք իրար հետ, այս մեր չքնաղելության մեջ։ Միտեղ էլ խնջույք կա, պետք է գնանք այդ խնջույքին էլ մասնակցենք։ Իրականում այստեղ չէի եղել, չգիտեի, որ սենց հրաշք բնություն կա։ Եղավ, շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտող, էկոպարեկների աշխատանքին կարծում եմ այդքան լավ ծանոթ չենք, սակայն նրանց կատարած գործը իսկապես շատ կարևոր է եւ անհրաժեշտ։ Այսօր միասին կծանոթանանք այս գործի մանրամասներին եւ դժվարություններին։ Աղիկ ջան, ես էլ եկա։ Չծանոթացանք, նորմալ։ Իմ անունը Սոսա, շատ անջելի։ Եղավ, Զորո ջան, շատ ուրախ եմ։ Անդրանիկ ջան, շատ ուրախ եմ։ Կասեք, հիմա ինչ ենք անում, ոնց է սկսում, ինչպես է էլի ընթացակարգը։ Առավոտ ժամը 7:30 ժաման մենք ծառայության վայր, ստանում ենք մեր հանդերձանքը, անցնում ենք հրանգավորում, տեղամասի պետի մոտ։ Հա, նոր ինչ եղավ տենց։ Հա, տեղամասի պետը նշում է տվյալ հերթափոխի երթուղին եւ երթուղով շարժվում ենք դեպի նշված վայրերը։ Հիմա մեր մոտ նշված է մեր տեղամասի առաջի երթուղին, գնում ենք առաջի երթուղի ուղղությամբ։ Հասկացա, իսկ նենց երկու բարով էկոպարեկի պատասխանատվության ու պարտականությունների շրջանակը ո՞րն է։ Էկոպարեկի առաջի պատասխանատվությունը մեր շրջակա միջավայրի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն է, ապօրինի հողազարդումների, ապօրինի որսորդությունների, ձկնորսությունների դեմ պայքարն է, ծառայատումների եւ հակահերթային կանոնների պահպանումն է, ավելի շատ մենք կանխարգելիչ բնույթի ծառայություն ենք տանում, հասկացա, բնակիչների հետ։ Հիմա ուղևորվում ենք առաջ երթուղի, որը Հրազդան քաղաքի սկզբնամասից մինչև Հանքավան բնակավայրի ուղղությամբ է։ Հատուկ պահպանվող տարածք մի պահաբաժին ունենք, մնացածը մեր պետական անտառներն են, անտառային հողերն են։ Հիմնական ծառայությունը անտառներում է, անտառային հողերում է, հատուկ պահպանվող ջրաբանական մեր ջրաբանական տարածքն է, որտեղ ինքը հատուկ պահպանվողի կատեգորիա ունի։ Բայց կարծում Հայաստանի Հանրապետության բնությունն այնց չքնաղա, որ բոլոր մասերն էլ պետքա հատուկ պահպանվող։ Ուղղակի ազգաբնակության համար դա մի քիչ ընդհանուր պահպանքում համար, մեր ժողովրդի համար ենք պահպանում, եթե ամբողջը արգել ենք, դա էլ չի դառնա։ Այն նեղ տարիներին, երբ որ ոչինչ չկար անելու, ջեռուցում, հացի խնդիր կար, մեր ազգաբնակչությունը տաքացավ կոպիտ ասած մեր անտառներով եւ սնվեց մեր Սևանա լճով։ Հիմա Աստծուն փառք ամեն ինչ լավ է, կյանքը նորմալացել է, ժամանակն է, որ մենք հետ վերադարձնենք բնությանը այն ինչ որ վերցրել ենք։ Այո, շատ ճիշտ եք ասում։ Հիմա եկանք անտառային տարածք, ճիշտ եմ, չի հասկանում։ Հա։ Ու ինչ պետք է անենք։ Հիմա անտառային տարածքում մենք ունենք նշանակված տեղեր, որտեղ որ մեքենան կանգնում է։ Իմ գործընկերը Ասատրյանը մնում է մեքենայի մեջ։ Մենք իջնում ենք ու ինչ ենք եւ ոտքով սկսում ենք քայլել, տեսնենք ծառ կտրված չի, տեսնենք կտրած ծառ կա թե չէ, տեսնենք բնակիչները, ովքեր որ գալիս են հանգստանալու, նախապես զգուշացնում ենք, ներկայանում ենք, զգուշացնում ենք, որ իրանք հանգստանում են, վերջացնում են, դրանց հետո անպայման իրանց արած այդ խորովածի կրակ բանը անջատեն, հանգցնեն եւ իրանց հետևից աղբա անպայման հավաքեն, չթողեն, որ հաջորդ մեր հանգստացողները իրանց լավ զգան։
Գիտեմ, որ տարբեր եղանակներին տարբեր խախտումներ են արձանագրվում ու տարբեր տեսակի խախտումներ կան։ Այս շրջանում ո՞րն է խախտումը։ Այս շրջանում հիմնականում աղբն է, բնակիչները երբ գալիս են կեղտոտում են իրենց հանգստանալու տարածքները եւ մեր գյուղի բնակչությունը չիմանալով տարածքի սահմանները իրանց անասուններին բերում են ստեղ արածացնելու, որը մենք չենք թույլատրում։ Բայց դե անասնապահն էլ ասում է, բա որտեղ ուտեն գովերը խոտում, չէ՞։ Հա, կան վայրեր, որոնք արոտավայրեր են նշանակված համայնքի տարածքներում։ Եվ կան վայրեր, որոնք որ անասնապահը չիմանալով է բերում, բայց այսինքն այլընտրանք կա, այլընտրանք միանշանակ կա, այո, կա։ Անտառային տարածքներում չի թույլատրում, որովհետև փոքր տնկիներ կան, փոքր վերաճով, բնական վերաճով աճած ծառներ կան, անասունը ուտում է եւ դադարում է այդ ծառի հետագա աճը։ Գրոթին, շտիտակ են 15 րոպե, ձայն չկա։ Հիմա այստեղ ինչին ենք ուշադրություն դարձնում, ինչն ենք ստուգում։ Հիմա մենք հետիոտ ընկարկով, ոտքով բարձրանում ենք անտառի մեջ, նայում ենք մեքենա բարձրացել է այդ կողմի վրա, թե չէ։ Հա։ Ստուգում ենք մեր նշանները եւ հետ ենք գալիս։ Հասկացա, նաև ձայներին ենք ուշադրություն դարձնում։ Ձայներին ենք ուշադրություն դարձնում, եթե բենզասղոց օգտագործում են, մի անգամից արձագանքելու։ Այդ նշանակում է ծառ են կտրում։ Այդ նշանակում է ծառ են կտրում եւ պետքա ոտքով բարձրանանք այդ կողմի վրա։ Եվ թույլ չտանք։ Թույլ չտանք։ Հիմա կարելի է ասել, այստեղ հանգիստ վիճակ է, հաստատ խախտումներ չի։ Հա, հանգիստ վիճակ է, մեքենայի հետք չկա, բան չկա, ձայներ չեն գալիս։ Իսկ եթե տեսնենք այստեղ ինչ-որ մարդիկ, որ հանգստանում են, հաց են ուտում, մոտենում ենք, զգուշացնում ենք, իրանց ներկայանում ենք, ով ենք, ինչ ենք, որ ծառայությունն է, մարդիկ դե նոր են տեսնում մեզ, զգուշացնում ենք իրանց, որ իրանց հանգստանալուց, հաց ուտելուց հետո հավաքեն աղբը եւ տանեն։ եւ եթե կրակ ունեն անպայման հանգցնեն, ջրով հանգցնեն, հակարդային կանոնները պահպանենք, որպեսզի հետագայում բաժարներ չառաջանան։ Իսկ հիմնականում որ խախտումներն են ամենատարածվածը։ Ապօրինի փայտահատումը, ապօրինի ձգնորսությունը, ապօրինի ձգնորսություն ասված չթույլատրված միջոցներով ձուկ որսալը եւ ապօրինի որսորդությունը։ Մեր Կոտայքի մարզը ունի որսահանդակներ, որոնք անտառային տարածքներից դուրս են։ Այնտեղ կարող են որսորդները որսորդություն անել, բայց անտառային տարածքները հիմնականում հատուկ պահպանվող են եւ չի թույլատրվում որսորդություն իրականացնել։ Իսկ այս գործի ամենադժվար մասը ո՞րն է։ Երևի բնակչին մոտիկանալ ու երբ տենում ես իրավախախտումը կատարել, իր հետ երկար բարակ զրուցելը կենտրոնանում ես հարգելի բնակիչ, որ չպետք է անեիր, սա խի ես արել ու արդեն պետքա վարչարություն իրականացնես տեղում, քաղաքացու հետ ամենադժվարը էդ է։ Այստեղ ամեն ինչ կարգին է, մի խոսքով անելու բան Հա, չունենք։ այստեղ նորմալ ամեն ինչ պետք չկան դեռ։ Հա, պետք չեն։ Շարժվում ենք դեպի միանշանակ ցանկանում ենք, որ պետք չգան սրանք երբեք։ Շարժվում ենք դեպի արդեն մեր երթուղու հաջորդ հատվածները։ Այդ ո՞րն է։ Այդտեղ Մեղրաձոր գյուղի հարակից անտառներն են, մինչև Հանքավան բնակավայր։
օրվա ծառայության ընթացքում քանի կետ պետքա ստուգենք, քանի տարածք։ Այս մեր առաջի երթուղու վրա մի 5-6 կետ ունենք, որտեղ կանգնում ենք ու քայլում ենք։ Կասկածի դեպքում ինչ ստուգումներ եք անցկացնում, ինչ եք անում, ինչ գործողություններ եք դիմում։ Կասկածի դեպքում պետք է արդեն, եթե մեքենան հնարավոր չի հասնի այդ տվյալ մասը, որտեղից չգիտեմ, բենզասաղոցի ձայն է գալի, կամ զենքի կրակոց է գալի, կամ մարդու ձայն է գալի, եթե մեքենան չի հասնում, արդեն մեքենան կանգնում է, իմ գործընկերը մնում է մեքենայի մեջ, եւ ես ոտքով բարձրանում եմ այդ տվյալ տարածքը ստուգել։ Իսկ եթե հանցագործին չեք կարողանում հենց տեղում բռնել, այսպես ասած, ինչ քայլերի եք դիմում, ինչ որ շարունակվող բնույթ կրում է ձեր գործողությունները։ Անպայման մեր մնացած երթուղիների վրա գտնվող անձնակազմին կապի միջոցով կանչում ենք մեր մոտ եւ այդ տվյալ տեղամասը արդեն մենք շրջափակում ենք, սենց ասած, որպեսզի իրավախախտը ելք չունենա։ Հասկացա։ Իսկ լավ, որն է քրեորեն պատժելի։ Տարբեր կատեգորիաներ կան, ասենք ապօրինի որսորդությունը, օրինակ ապօրինի արջ որսալը, բացի նա, որ նա վարչական տուժ է մուծելու, նաև քրեորեն պատժելի է։ Մեր կարմիր գրքյան կենդանիների կամ բույսերի, ծառերի հետ կապված բոլոր հարցերը քրեորեն պատժելի են։ Բայց բոլորը տեղեկացված են, չէ՞, բոլորը գիտեն դրա մասին, այնպես չի, որ ինչ որ մեկը կարող ասի, ես չգիտեի, որ արջ չի կարելի որսալ։ Դե օրենքի չիմացությունը չի հաստատում պատասխանատվություն։ Հա։ Հա, այստեղ նաև ունեք հրդեհի դեպքում առաջին քայլերը ձեռնարկելու բոլոր սարքավորումները, հա։ Հա, հիմա հրդեհի դեպքում առաջի արձագանքող մենք ենք լինում, Այստեղ ջուրն է, ենթադրում եմ։ էդի ջրի տարան է, խողովակը 50 մետր երկարություն ունի, կարողանում ենք այս տիպի մեքենաներով մոտիկանանք հրդեհի օջախներին, միացնում ենք այս բենզինային շարժիչը։ Մինչև կանչը այնը արդեն։ Հա, մինչև մենք օպերատիվ կենտրոն կանչ ենք տալիս, Հա, հրաշալի է, բայց փոխհամագործակցության պլանի այդ հրդեհային ծառայությունը փրկարարներ գալիս են, եթե պետք է լրացուցիչ մեր օպերատիվ խումբն է գալիս։ հասկացա։ Իսկ այստեղ եկանք, որ ստուգենք։ Այստեղ եկանք, որպեսզի մենք ստուգենք տակի մասից հետք կար դեպի անտառային տարածք մտնող։ Մի հատ գնանք իրար հետ ուսումնասիրենք, տեսնենք իրավախախտում կատարվել է։ Լավ կլինի իրավախախտում գրանցենք, որ հաղորդումը ավելի հետաքրքիր դառնա։ Մենք էլ պայքարում ենք, որ չլինի կանխարգել ենք։ Բայց այս շրջանում, այս սեզոնին ոնց հասկացա իրավախախտումները Չէ, այս սեզոնին հիմնականում իրավախախտում չի լինում։ Իրավախախտումները կատարվում են աշնանային ժամանակ, երբ բնակչությունը արդեն գնում է իրանց վառելափայտը հավաքելու։ Այդ ժամանակ լինում են դեպքեր, երբ կան այդպես բաներ։ Իսկ ամենախորամանկ քայլը իրավախախտողի կողմից որն է եղել, որ փորձել է քողարկի իր խախտումը կամ շրջանցի ձեզ ու հետո դուք բացահայտել եք։ Եղել է, որ մեքենան քողարկել է անտառի մեջ, ինքը ձեռքերը կոպիտ ասած թափ տալով իջել է։ Հա, բայց մեքենան արդեն դուք նկատել եք։ Ես շրջում էի այստեղ բան։ Հա։ Ասում ենք մեքենան վերևը դու թաքցրել ես։ Հարգելի քաղաքացի, բեր մոտիկանանք մեքենային, տենանք ինչի համար ես դու թաքցնում անտառի մեջ։ Այս գործի մեջ ամենաբարդը մարդու հետ առնչվելն է։ Հա, ամենաբարդը Արջերից հեշտ է։ Հնարավոր արջի հետ առնչվել, Ընդրա այդ լեզու գտնում ենք։ Իսկ ամենավտանգավոր դեպքը կհիշեք, որն է եղել ձեր գործունեության։ Ամենավտանգավոր դեպքերից մեկը, երբ մենք իրավախախտ չասեմ, բայց
բնակիչ, որը Էլի մարդու հետ, ակա։ հա, միայն մարդու հետ եւ ոգելիս խմիչք օգտագործած այս լեռնային պայմաններում մեքենան բարձած փայտանյութով իջնում է ու մեզ տենալով ցանկանում է փախնել կամ ինչ-որ բան ու տենում ես այդ մեքենան արդեն կոնտրոլից դուրս եկավ։ Ինքը հեսա գնալու է գլորվի, ասում ես սպասեմ հանդարտվի այս մարդը նոր մոտիկանամ իրան։ Հա, այդ մարդիկ ինձ թվում է կարմիր գրքում են նույնիսկ գրանցված։ Կարող լինի։ Հիմա այստեղ ինչն ենք նայում ենք այս անտառային տարածքում։ Հիմա մենք կանցնենք այս ծառերի միջով մի քիչ կբարձրանանք վերև, տեսնենք այդտեղ ինչ է կատարվում ու հետ կգանք։ Բայց անկեղծ ասած, իհարկե գիտեմ գործի բարդությունները շատ կլինեն, բայց նենց լավ շրջում ենք իրար հետ, այս մեր չքնաղբնության մեջ։ Շատ հավես է։ Իրականում այստեղ չէի եղել, չգիտեի, որ սենց հրաշք բնություն կա։ Հիմա իրավախախտում չենք նկատում, չէ՞։ Չէ, իրավախախտում չկա, Ամեն ինչ հանգիստ է։ ամեն ինչ նորմալ է, հետքերը մարդկանց ավելի ներքևից հետ են դառնում, այստեղ նորմալ է։ Նենց հնարք չկա, որ իրավախախտը կարա Չէ, իրարի, չէ։ որ դուք չկարողանաք Չէ, նկատել չկա տես բան։ Ինչը չի անում մեր տեխնիկան, մենք անում ենք ոտքով մեր Հիմա այսքան պետքա իջնենք նորից։ Չէ, այդքան էլ հեշտ չի, լավ ձեր կամը։ Ռանջարակով պապինը։ Այս մեր գրայիկ պապինը։ Լավ։ Բարը ձեզ։ Լավ եք։ Հիմա կասկածա, որ կարող է ինքը իրավախախտի։ Կարող է, բայց քանի որ գնաց անասնապայի մոտ հնարավոր է ինչ-որ անասունի տերը եկել է իր անասուններին նայի կամ առնի։ Այնտեղ այդ մոստը պահում են, էլի նույնիսկ այս անդերքևի անասունները մտավ իրա շարունակեց։ Որ շարունակել մի ճենկո մարդն հետաքրքիր արդեն հետևից կգնային։ Ինչ ենք անում, հետևում ենք։ Նայում ենք այդ ջրի Այս գետի մեջ ստուգում ենք, որպեսզի հոսանքով այդ ապօրինի ձկնորսություն չանեն, հա։ Գետերի վրա հիմա այդ սեզոնն է, շատ մեծ ուշադրություն ենք դարձնում, որ չմտնեն։ Հիմա բարեխիղճ որսորդներն էլ պետքա որս չանեն, որովհետև երևի Ոչ մեկ ձագեր ունեն, հիմա դու մեկ կենթանի սպանելով կամ մեկ ձուկ բռնելով կոպիտ ասած մի ընտանիք արդեն վերացնում ես։ Հիմա ասես ձորով որ հելնես, սաղ այսպես նայեք, պուճուր բաներ են, աղբյուրներ են։ Ասես ճակը գալիս է, մեջից իջնում է, ճակը գալիս է, մեջից իջնում է։ Ուզում ես առաջ գնաս դե իջնեմ։ ջուրը որ Հա։ կողდა կադրամի։ Այս հիմա ուր եկանք։ Հանքավան ջրաբանական արգելավայր, Հա, այստեղ ավելի շատ վերահսկվում է ջրերը, հա։ ջրերը, բուսական միջավայրը, որտեղ որ կարմիր գրքյան ծաղիկներ կան,
Հա։ Սկիզբեն առնում մեր բնակավայրերի խմելու ջրերի աղբյուրները ստեղից։ Հանքավան գյուղը սնվում է հենց այս ջրից, որտեղ պետքա վերահսկենք մենք մարդկանց մուտքը, տեխնիկայով հատկապես, հետևում ենք, որ բնակիչները ստեղ անասուն չբերեն պահեն։ Հա, որ այդ ծաղիկները հանկարծ անասունները չուտեն, ծաղիկները չվնասեն, ջուրը չկեղտոտեն։ Հիմա ամեն օր դուք այսօր որտեղով որ պտտվել ենք, Մեղրաձորով, Հրազդանով, եկել ենք հասել ենք Հանքավան, ամեն Աստծո օր դուք այս ամեն ինչն անում եք։ Այո, 24 ժամ 7 ռեժիմով։ Իսկ գիշերն էլ կա ինչ որ ծառայություն։ Գիշերն էլ։ Գիշերը ավելի վտանգավոր է համարվում։ Գիշերը վտանգավոր է այն առումով, որ ապօրինությունները արդեն գիշերային ժամերին շատ են լինում։ Այսինքն գիշերվա հերթապահության ասվածը այս նույնը ուղղակի գիշերով։ Հա, նույն process-ն։ Էլի բարձրանալ անտառ, էլի բարձրանալ անտառ, հետևել անտառ մտնող մեքենաների գործողությունը կամ բնակիչների ուր են գնում, ինչ են անում։ նույնն էլ ձմռան, հա։ Նույնը ձմռանը, գարնանը, ամռանը։ Բա անցանելի են այս ճանապարհը։ Որ մասերում, որ անցանելի չի, տեխնիկան չի կարող գալ, հետիոտ ընկարգով նայում ենք, եթե մարդը կոպիտ ասած իր հետք չի թողել այդտեղ, կարիք չկա մտնելու։ Ուշադրություն ենք դարձնում արդեն շատ շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար։ Այս վերջաբան չի, էլի։ Հա։ Ես էլ եմ շնորհակալ։ Այս մարմարիկ ջրամբար։ Հա։ Մարմարիկ ջրամբար։ Այստեղ էլ ենք մի հատ նայում, որ ինչ որ խախտում։ Այստեղ էլ ենք նայում, որ թորով ձուկ բռնող չլինի։ Հա, Թորով չի թույլատրում։ մահակս թողեցի մեքենայի մեջ, պետք չի գա, չէ։ Չէ, պետք չի։ Հա, որ թորով ձուկ բռնող չլինի։ Հա։ Չկա, բայց շատ գեղեցիկ է։ Դե իրականում մի հատ շատ խորը գիտակցում առաջացավ ինձ մոտ, որ երբ որ օրինապահ մարմինները բնության մեջ ինչ-որ խախտումներ են նկատում ու դիտողություն անում ու նկատառում անում, նախ պետք է շատ անձնական չընդունել եւ երկրորդը այդ երկու հակասությունների մեջ պետք է ողջախոհությունը պահել, օրինակ ինձ մոտ էլ անում, որ ես այգում նստած եմ, մեկը մոտենում է ինչ-որ նկատառում անում, առաջինը որ արթնանում է, ուզում ես ասես այս անտառը, այս հողատարածքը, այս բնությունը իմն էլ է, այստեղ հենց սրանումն է կայանում, որ իմն էլ է, ոչ թե քոնն է, որ բոլորինն է, այսինքն վերաբերվես այնպես, ու այն մարդիկ, ովքեր այստեղ կարգ ու կանոն են պահում, էկոպարեկները, կարգ ու կանոն պահում են ոչ թե իրենց համար կամ պետության համար, այլ նաև մյուս բնակիչների համար։